հայ ժողովուրդ, իմ հայ ազգ, իմ եզդի եղբայր ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այո, 2025 թվականը ծանր էր, իր բոլոր սոցիալ-տնտեսական և քաղաքական առումներով, ունեցանք բազմաթիվ կորուստներ և ցավոք սրտի, 2026 թվականին այդ կորուստները շարունակվելու են, մենք ունեցանք մի մեծ ամոթ, որ օրվա իշխանությունները գրոհեցին մեր մայրաթոր Սուրբ եկեղեցում, իդեմս Հայաստանի Հանրապետության Սուրբ Առաքելական եկեղեցու վեհապար Գարեգին II-ին, դա բոլոր ժամանակների ամենաամոթալից էջն է, որը արձանագրվեց և միջազգային մամուլը նույնպես գնահատական տվեց, ես շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի գալիք նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, ցանկանում եմ յուրաքանչյուրի օջախներում, ընտանիքներում բարեկեցություն, ջերմառատություն, սերմառատություն, միասնություն, խաղաղություն ձեր ներսում և ձեր ընտանիքներում, ցանկանում եմ, որպեսզի 2026 թվականը յուրաքանչյուրը խոհեմ լինեք, հանդուրժող լինեք միմյանց հանդեպ, այս անջրպետը, որը 7 տարի այս իշխանությունները սերմանեցին մեր մեջ, Հայաստան արցախցի հասկացությունը, սև սպիտակ հասկացությունը, կրթված անկիրթ հասկացություն, նիկոլական ոչ նիկոլական հասկացություն, ես ցավ եմ ապրում, երբ որ մեր քաղաքացիների մի մասը ասում են ժեհեր, զոմբիներ, ոչ, ես այդ մարդկանց ասում եմ պարզապես չկողմնորոշվածներ, շփոթվածներ, ազդեցության տակ գտնվող մարդիկ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայ ազգ, իմ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեր նոր տարին և Սուրբ Ծնունդը և որն ամենակարևորն է, խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրին 2026 թվականը նախընտրական տարի է և վստահեցնում եմ ձեզ ցնցումներով լի է լինելու, թե հոգևոր կյանքում, թե տնտեսական, թե քաղաքական, թե սահմանային, խնդրում եմ եղեք աչալուրջ, վերլուծող, բանիմաց և միասնական և սիրով միմյանց հանդեպ և 2026 թվականի հունիսի համապետական ընտրությունների ժամանակ ճիշտ ընտրություն կատարեք, ճիշտ քաղաքական ուժին ընտրեք և նվազագույնը այս չարիքի խնդրում եմ ձեզ ձայն մի տվեք և մասնակցությամբ ձեր և առհասարակ ձայն մի տվեք այսօրվա իշխանությանը, որտեղ վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս այդ ռեսուրսը, թե մարդկային, թե ֆինանսական, թե տնտեսական, թե ժամանակի առումով, որպեսզի ևս 5 տարի հանդուրժենք այսօրվա չարիք իշխանությանը, շնորհակալություն ձեզ լսելու համար, Աստված ձեզ հետ, Աստված օրհնի յուրաքանչյուրի ընտանիքը։